Սիրելիներ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է զորանում չարը, օրեցօր ահագնանում է չարիքը, շատանում են արատները, այս ամենը վկայում են գալիք շփոթությունների և աշխարհակալ մեծ վշտերի մասին։ Մեր մեղքերի պատճառով ամեն օր ահագնանում է այս ամենը, մեր տկարության պատճառով շատանում են արատները երկրի վրա։ Աստվածասերներ, եկեք լինենք զգոն զինվորներ, ամեն օր պատերազմում հաղթենք բանսարկուին, իբրև կատարյալ աստվածասեր մարդիկներ, ուսումնասիրենք այդ պատերազմի կանոնադրությունները, քանզի այն անտեսանելի է։ Իսկ այդ պատերազմի կանոնադրությունը հետևյալն է՝ թոթափվել ամենայն երկրավորից։ Եթե սպասում ես մահվան ամեն օր այն ունենալով աչքերիդ առջև, ապա չես մեղանչի։ Եթե քեզ թոթափել ես երկրավոր ամեն բանից, ապա չես ընկնի այդ պատերազմում։ Իմ սիրելի, եթե ատես երկրավորը և արհամարես ժամանակավորը, ապա ինչպես քաջարի զինվոր կկարողանաս ստանալ հաղթության պսակը։ Քանի դեռ երկրավորը դեպի իրեն է ձգում, իսկ կրքերը մթագնում են սրտի աչքերը այդ պատերազմում, ապա հենց դրանցով էլ բանսարկուն հաղթում է մեզ մարմնավորներիս, երկրավորը սիրողներիս և կրքերով բռնվածներիս, որ հոգում ենք երկրավորի մասին և ստրկանում ենք կրքերին։ Բանն այն է, որ այժմ մենք բոլորս, սիրելիներ, սիրում ենք երկրավորը, և մեր միտքը մեր թուլության պատճառով գամված է հողին։ Արևը թեքվում է դեպի մայրամուտ, մեր ժամանակը ավարտվում է։